Ադրբեջանը ասում է անդադար, ասում է բանվարչապետ անխոչնդոտ ճանապարհ եւ ես դրա մասին բազմիցս ասել եմ։ Հիմա տեսեք, ինչ են իրենց տեսեք, ուրեմն անխոչնդոտ չի նշանակում օրենքի ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ բարձեցումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան։ Մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ པարզ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրան Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի թուղթը չի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղակարդ ոչ մի խաղակարդ ինչքան դա խաղակարդ է այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա ես եթե չեմ սխալվում ամռանը Երևանում տեղի ունեցավ քննարկում հրապարակային խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ ես նաեւ իմ ելույթում մանրամասն անդրադարձել եմ նոյեմբերի 9-ի հայտարարությունն են դրանք ինչը ասում են գրեթե նույնականն են խաղաղության խաչմերուկը եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ես ուրիշ բան եմ ասում ներողություն մի հատ որպեսզի པարզ լինի ես ասում եմ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան որ ենթադրում է որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն, կասեմ հեսա։ Եվ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված։ Այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը հասկանաք շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով արբանյակային գործիքների միջոցով ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի մի րոպե որ մեկնաբանության տեղիք է տալիս ֆիքսված այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի մեջ տեսեք ուրեմն ելի եմ կրկնում որևէ տեղ որևէ բան գրած չի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը որևէ կերպ կարող է նսել, չկա այդպիսի բան, դա բացառված է, ովքեր ասում են, որ Հայաստանը նման պարտավորություն է ստացվել, ճիշտ չեն ասում ուղղակի այդ գործառույթի մասին եմ վերահսկողություն ես չեմ մեկնաբանում մի ձև, ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել։ Մնացածը ուրիշ ժանրի պատմություն։ Ես չգիտեմ ով է կասկածի տակ դնում։ Ես ասում եմ, որ դա չի կարող կասկածի տակ դրվել։ Ինչի՞ է տակվում ով է կասկածի տակ դրվում։ Ես ասում եմ, որ դա չի կարող կասկածի տակ դրվել։ Պարոն տեսեք մենք գնում ենք Հայաստանը գնում են խաղաղության, բայց մեր ընդդիմադիր դաշտից շատ հաճախ են խոսում, որ սա խաղաղություն չէ, ինչպես նաև Սերժյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ, իրենք պետք է այդ հարցը մտցնել նորից քաղաքական մակարդակ։ Այս հայտարարություններին Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ եւ ասել եմ, որ
Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվել։ Պարոն վարչապետ, Դուք ասում եք իշխանադարձ։ Ով ասում։ Թող Սերժ Սարգսյանը գնա տեսնի ինչ է ասում այն ժամանակ։